Մերոնք գետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ, մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսօր կխոսենք, այսպես ասած, ռուս-հայկական հարաբերությունների սրման թեմայով, խաղամոլության և թե ինչպես է քաղաքական կուսակցությունը խաղամոլություն անում խոսքը Հայ ազգային կոնգրեսի յուր վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի տեսակի մասին է։ Այսինքն այդ ամբողջ կուսակցություն թե ինչ մնաց դրանից։ Եվ այսպես խաղամոլությունը վատ բան է, բնականաբար է։ Մարդիկ տնական են լինում, բայց մարդիկ իրենք են որոշում։ Ովքեր ծույլ ու անբան են կամ, չգիտեմ, որոշում են, որ իրանք պիտի հեշտ փող աշխատեն, գնում են ու տրվում խաղամոլությանը։ Մարդկային ախտանիշ է, ոչ թե հատկանիշ, այլ ախտանիշ, երբ մարդը ինքն իր զգացմունքների վրա չի կարողանում ազդել։ Տեսել եմ բավականին ունևոր մարդկանց, ովքեր ամսվա մեջ գնացել են Լաս Վեգաս կազինո խաղալու, փող ունեն, գնում է, ասում է, ապեր մի 15,000 կրվեցի եկա, բայց իր հաճույքը այդպիսին է։ Մոլուցքը ուզածդ երևույթի հետ կապված դա վատ է, բայց ամենավատը մոլուցքն է մարդկանց հետ, մարդկային հոգիների հետ խաղամոլությամբ զբաղվելու։ Բնականաբար խաղամոլության դեմ պետությունը իր լծակներով պիտի պայքարի։ Ամբողջ աշխարհը որ ասում է խաղատնային բիզնեսներ են, SNN են անում են, ինչքան են պայքարում, ոնց են անում, պետությունը պիտի պայքարի, բայց բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքական խաղամոլները հանկարծ այսօր իրենք են փորձում պայքարել խաղամոլության դեմ, այն մարդիկ, ովքեր պղծել են մարդկային արժեքները, այստեղ է, որ լացդ ծիծաղդ լացի է վերածվում, լացդ հրհրոցի, չգիտեմ։ Ինչու եմ ասում, Լևոն Զուրաբյանը որոշել է, որ իրենք պիտի պայքարեին խաղամոլության դեմ, հələ տեսեք ուր ենք ասել, և Հմեկի Պետրոսը ինչ-որ բան իր ասած փայլուն ճաճանչափայլ մտքերից մոնտաժել է։ Ուզում եմ պատմել, ես աստիճանաբար հերթով պիտի պատմեմ, թե որ կուսակցությունը իրենից ինչ է ներկայացնում, այնպես ինչպես հաջորդիվ կանդրադառնամ, այդ ինչ էր Կալուգայի Սամուել, ինչ էր, տեսա թե ինչ փառահեղ ճակերտների մեջ հարցազրույցեր տալիս լրատվա միջոցների ներկայացուցիչներին, բայց այդ մասին, ինչպես դասականներ ասում, հաջորդ դասին։ Ուրեմն Հայ ազգային կոնգրեսը, այսպես ասած, ՀՇ-ի բազայի վրա երբ ստեղծվեց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ կանգնեց հրապարակում, իհարկե Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ, ասաց, որ այն իմ հին թիմից, ում հետ ես գնացել եմ, չգիտեմ ճանապարհ, նրանց չենք տեսնելու վաղվա իշխանությունների մեջ։ Մենք գնալու ենք Ավգյան ախորները մաքրելու։ Այդ Ավգյան ախորների մեջ էին նաև իր այոհին թիմի մարդիկ, ինչպիսին Լևոն Զուրաբյանը և այլոք։ Բայց պարզվեց, որ Տեր-Պետրոսյանը մեղմ ասած խաբեց բոլորին։ Երբ գնացին ազգային ժողովի ընտրություններին, երբ պիտի գնային, Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի դատաիրավական համակարգի գերեզմանակարը դնող մեկն էր, Լևոն Զուրաբյան, թող Նիկոլ Փաշինյանը նորեր բերեցին, դարձրեցին թեկնածու, և էլի այսպես այս տեսակի մարդիկ։ Դրանից առաջ երևույթներ տեղի ունեցավ և ես ձեր խոնարհ ծառան, ով թողել էր իր գործը, չգիտեմ, բռնվել, ձերբակալվել, հարձակման ենթարկվել և այլն, արդեն ես հրաժեշտ տվեցի ՀԱԿ-ին և պատճառը ՀԱԿ-ի քաղաքական էլիտայի խաղամոլությունն էր, խաղամոլություն, խաբեբայություն, մարդկանց մարդու տեղ չդնելու կերպարը Լևոն Զուրաբյանների, ու պիտի պատմեմ ձեզ մի բան։ Մինչև Գևորգ Մանուկյանին, ում մարտի 1-ին աչքը, այսպես ասած, ծեծ ու ջարդի արդյունքում ոստիկանները աչքը հանեցին և այս տղան դիմում էր գրել տվել ՀԱԿ-ի իրավական պատասխանատուին, ով Արմեն Խաչատրյան անունով ոմն մեկն էր, ով այսօր ՀԱԿ-ի 11-րդ համարում է։ Եվ այս մարդը պարզվեց, որ
ստորաբար խաբել է, փողն էլ վերցրել է, որ դիմումը մուտք քանի եվրոպական դատարան եւ խաբել այս տղային։ Բայց դա հետո պարզվեց։ Մինչ այդ նույն Արմեն Խաչատրյանին ես ձեր խոնարհ ծառան միտեղ դատական գործընթաց կար, ինչ որ մարդիկ մի քանի որ ասում է ինչ որ խնդիր կար, ասացի դիմում գրենք, որտեղ է Կոտայքի դատարան, Կոտայքի մարզ, Աբովյան։ Դիմումը գրեց, ասացի դիմացի կողմնով է, ինչ ենք անում եւ այլն, պայմանավորվեցինք, մի քանի օր հետո Արմեն Խաչատրյանն ինձ ասաց, դիմումը մուտք են արել Աբովյանի դատարան, բայց իրանք կասեն ապեր երբ նիստ նշանակեն, որովհետեւ գործերը խեղդված են։ Եվ այդպես կներեք իմ հորթության համար 8 ամիս ամեն օր այս Արմեն Խաչատրյանը կամ շաբաթվա մեջ ասում էր դե կասեմ ապեր, այս ամիս էլ չեղավ, բան։ Մի օր այդպես իմ հորթային կերպարից դուրս եկա միամիտ ասացի սպասի գնամ հենց դատարան տեսնեմ ինչ եղավ։ Պարզվեց, որ այդ դատարանում այդ գործը մուտք արած չի։ Արմեն Խաչատրյան կոչված Արարածը ինձ 8 ամիս խաբել է։ 8 ամիս դուք պատկերացնում եք ըստ էության կարծես թե դիմացի կողմի հետ լեզու է գտել եւ իմ գործը մուտք չի արել։ Հեռաձայնեցի Արմեն Խաչատրյանին։ Վերջին խոսքերն ասացի ում բերի որ ես գամ դրա հետ, այսպես ասած, ինչ որ գործողություններ անեմ իր հարազատներից, չասեմ, պատկերացրեք ինձ զայրացած, դա մի 18 հարգանի եւ ավել հայհոյանքներ են, որ պատրաստվում է իրականություն դարձնել։ Եկա հակ Կորյունի 19 հասցեում Արմեն Խաչատրյանը փախել էր, որ հանկարծ ձեռքս չընկնի։ Բայց դիմացս դուրս եկավ Գագիկ Ջահանգիրյանը ոչ անհայտ։ Իր ձայնով ասեց, այս Օրիկ ջան, այդ էմբանի տղուն վայ այդ ինչ տականք հա մի կուշտ, հայհոյետ ինձանից բեշբեթար, էսա, դրան կհանենք, ռատ կանենք, արի շոխոր մի քծի, Օրիկ ջան։ Այդպես ապշած բարձրացել եմ վերև, հանդիպել եմ Լևոն Զուրաբյանին։ Շեֆ, այդ պատոնեկը, որ դա այդքան տականք եղել, հլտես, էսա հանենք, ռադանենք, բան չկա, աղմուկ չհանենք։ Ավետի Սավակյանը եւ բոլորը մի դյուժին հայհոյանք Արմեն Խաչատրյան կոչվող այսօր իրենց 11 համարի հակի իրավաբանի հասցեին, ում այսօր դրել են պատգամավորի թեկնածու։ Հետո հասկացա, որ այս մարդկանց համար խաղամոլությունը խաղանելը, մարդկանց հոգիներն ու ազնվությունը տրորելը, դա ոչ մի բան չի, ոչ Լևոն Զուրաբյանի համար, ոչ չգիտեմ, Ավետիսի համար Ավակյան, ոչ Ջանգիրյան Գագիկի համար։ Այս մարդիկ շարքային խաղամոլ են։ Սա շատ ավելի վատ խաղամոլություն է, ես ուղղակի ապշել էի։ Վիրավորանք այս կարգի մարդկանց հետ, ինքս ինձ հետ կռիվ էի ասում, ես այս ուր եմ գնում։ Մտածում էի Լևոն Տեր-Պետրոսյանը դե դրանց միջի ազիվն է, պարզվեց չէ, նա լավ էլ աչք է փակում այդ ամեն ինչի վրա, թե չէ այդ նախիրը իր շուրջը չէր պահի, այդ ստախոսների հավաքածուն չէր պահի։ Եվ հիմա երբ երեք տեսնում եմ, որ Լևոն Զուրաբյանը խոսում է խաղամոլության դեմ պայքարելու, ես ապշում եմ, այս մարդիկ մարդկային զգացմունքները տրորող խաղամոլ արարածներ են, ավելի վատ, քան ինչ որ մեկը գնա 2 կոպեկ դնի ու կրվի կամ կրի, այսպես ասեմ։ Ավելի վատը մարդկանց, որ ասում է արժեքները, մարդկային արժեքները տրորելն է, որ տրորել են տարիներ շարունակ Լևոն Զուրաբյանը եւ իր տեսակը։ Եվ հիմա այդ Արմեն Խաչատրյանին, այդ խարդախին, վերցրել են իրենց 11-րդ համարը, դրել հակի ցուցակի, գնում են ընտրությունների, գալիս են Հայաստանը փրկելու։ 100,000-ավոր մարդիկ կանգնեցին հրապարակում։ Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը գնաց տուն ու դուրս չեկավ։ Հետո էլ երբ դուրս եկավ, երբ էլի մարդիկ հավատ ունեին, պարզվեց, որ ինքը կողմ է երկխոսել Սերժիկի հետ, Ռոբիկի հետ, Էսիյանի հետ։ Այս մարդիկ աշճանաբար տեսան, որ այնտեղ ոչինչ չկա, դատարկ է, խաբեբայություն է, մարդկային արժեքների տրորում է, թողեցին եւ ինպես դուրս եկան հակ կոչվածից։ Հիմա այսօր հակ կոչվածը երբ խոսում է
արժեքների, չգիտես, լաս թե խնդաս։ Ահա այն, ինչ պիտի իմանաք հակ կուսակցության մասին։ Ես սա չարությամբ չեմ ասում, քիչ առաջ ասեցի, այն ոնց էր, տաշիր Սամոել ինչ էր, խոսում իմ ընկերների մասին, պատերազմ անցած տղերքի մասին, իր լակոտները ոնց էին խոսում։ Դա հաջորդ հաղորդման թեմա է, այդ մասին ես դեռ կբարձրաձայնեմ։ Հիմա գանք, այսպես ասած, ռուսական սրացումների, ում են վատություն անում ռուսները, նախ են Անդոն Թևանյան էր, ինչ էր, գիտեք, ես կասկածում եմ, որ ռուսները $600,000 տված լինեն, ռսի պես, ստորաբար դիմացինին օգտագործող արարած, մեկ էլ իրենք են, բայց ոչ ռսի, ի նկատի ունեմ ռուսական իշխանությունների հատուկ ծառայությունների պահվածքը, նրանց համար Անդոն նով էր, որ $600,000 տային, գուցե $60,000 են տվել, չգիտեմ, բայց հիմա ինչ են անում ռուսները, ինչ են սպառնում, ջերմուկը չենք թողի արտահանեք, ծաղիկը չենք թողի, չգիտեմ, ում են վնաս տալիս ռուսները իրենց այս քայլով, Նիկոլ Փաշինյանի, իհարկե չէ, եկեք հիշենք 88-ից հետո ինչ արեցին ռուսները, երբ շարժումը սկսվեց, քանի անգամ պայթեցվեց գազամուղը, Ղազախում փակվեց, չգիտեմ, այն ինչ գալիս էր Վրաստանով, պայթեցվում էր պարբերաբար, եւ այդ ամենի մեջ հրսի մատը կար, մենք ինչ արեցինք, մենք առանց գազ էլ կարողացանք մեր կռիվը տանել ու հաղթանակ ապահովել, առանց լույս էլ կարողացանք, տառապեցինք, բայց կարողացանք, բայց էլի փոքրիկ հույսի շող կար, որ ռուսը այնուամենայնիվ էլի երևի ինչ որ բան են չի, բայց մեկ էլ տեսանք, ռուսը պարզապես թքած ունի հայ ժողովրդի զգացմունքների, ապրումների, տեսակի ուղղությամբ։ Եվ դա այն դեպքում, երբ այս երեք հանրապետություններից այնքան մեծ նվիրումով մենք, որ քանակով մի բան չէինք, գնացինք եւ պատերազմ հաղթեցինք, սովետական միության հարյուրավոր հերոսներ տվեցինք, գեներալներ ու մարշալներ, այդ նվիրումը, այդ հայ ժողովրդի հավատն էր, որ վաղը միսօր մեր խնդիրներ կլուծվի շուտով, ինչպես ասում են, չէ։ Այս մի խնդիրը, որ կարգավորեցինք, ռուսն եկավ ու ուղղակի գնի խնդիրն էր, վաճառեց Ադրբեջանին։ Այո, Քոչարյան Ռոբերտներին ու Սերժիկներին բերելով երկրի ղեկավար, մեր բանակը դարձրեց գործակալների որջը։ Հիշեք, 44 օրից հետո քանի ուղղակի զինվորական կային բռնվեցին։ Ես պատմել եմ, ինչպես էին գեներալներ բռնել, գեներալի տղաներ, ովքեր նարկոտիկ էին վաճառում, հարևան Վրաստանում, հետո թուրքերն էին խառնվել, հետո այս մարդիկ դարձել էին գործակալ։ Այսինքն գործակալական ցանցը շնորհիվ Հայաստանի ղեկավարների այն ժամանակվա եւ ռուսական իշխանությունների կամ գործակալների այնպես էր տնավորվել, որ երբ Արցախում թշնամին հարձակվեց, առաջիկա 15 րոպեում վերածվեց Արցախի հոպը։ Արցախի, Հայաստանի հոպն էլ չկար, գոյություն չուներ։ Հիմի այս ռուսները որոշել են մեզ հետ նորից շանտաժով խոսել։ Եթե դուք այսպես անեք, մենք այսպես կանենք, այսինքն իրենք չեն ասում, այս ինչ կեղտ ենք կերել, այս ինչ ենք արել, դուք մեր համար տարածաշրջանում էսում էնում, եկեք այսպես, չգիտեմ, եւ այլն, չէ։ Այս մարդիկ ասում են, սա ջերմուկը չեն կարելի, հիմա էլ սպիրտային, մի արեք այ հարբեցող անտերներ, ուրիշ տեղ կվաճառվի։ Դժվար կլինի, բայց կվաճառվի։ Ճանապարհները ուզեն թե չուզեն ռուսները բացվելու են։ Գազը կամ կեժանացնեն կամ կկտրեն, Իրանից կբերենք։ Իրանից գազամուղը կա, հայհոյեք Քոչարյան Ռոբերտների ունեցած չունեցած անցավորներին սաղ ու սատկացը։ Իրան-Հայաստան գազամուղի կառավարումն անգամ տվեցին ռուսներին։
որպեսզի իրենք այս երկրում ղեկավար ու նախագահ մնան։ Դավաճանությունը էլ պոզով փոչով չի լինում, երբ շատ հաճախ Նիկոլի այդ շաքարակլորի կամ չգիտեմ անհախտ ակլորի տեսքով ծղրտոցներին հակադարձում են, որոշ մարդիկ վայ, մեր Նիկոլը, գլխներից կապ չի, Քոչարյան Ռոբերտը պիտի հիմի, եմ որ ասում է, արևը անցքերից նայեր։ Ինչ իրավունք ունի այդ պետական դավաճանը, որ մեր երկրի, եմ որ ասում է, ստրատեգիական բոլոր օբյեկտները տվեց, օտարեց ռուսներին։ Կառավարումն անգամ գազի Իրան Հայաստան գազամուղի։ Դուք հասկանում եք ինչի հետ գործ ունենք։ Եվ հիմա այսօր այսքանից հետո, երբ մեր եմ որ ասում է տառապանքը, մեր հաղթանակները ռուսը մսխեց, ուղղակի այս անգամ ասենք մի 10 միլիարդ դոլար երևի Ալիևը տվեց, ձենը կտրեց եւ այլն։ Դավաճանեցին եւ դավաճաններ բուծեցին, այսօր մեզ սպառնում է, որ վատ բաներ են գտել ձեր սպիրտի մեջ։ Գնացեք, լավերը լակեք։ Մեզանից հեռու, եթե այդպես է։ Ըստ էության, ես ճիշտ եմ համարում Հայաստանի իշխանությունների այն մոտեցումը, որ մենք ձեր հետ թշնամություն չունենք, բայց մենք էլ մեր շահերն ունենք։ Այդ ոնց է դուք ողորմելի էշեր ձեր շահերն ունեք։ Կարող եք ձեր շահերի արդյունքում մի ամբողջ պատմական տարածք, երբ Ռուսաստանը պարտավոր էր այդ տարածքը ինքն էր բռնակցել Ադրբեջանին, հենց ինքն էլ ասեր, որ այլևս եթե խորհրդային միություն չկա, այդ տարածքը եղել է հայկական ու հայերինը, չասած։ Հիմա որ մենք մեր շահերի համար ասում ենք, երկու խաչմերուկ պիտի բացանենք, որ կարողանանք ապրենք ու շնչենք, ասում են, վայ, մենք ձեզ օթերը կփակենք։ Գնացեք ձեր բաբուլյանների հետ ինքներդ ապրեք։ Տարեք այդ նախիրնել ստեղի այդ Անդոն Թևանյաններին բանին եւ այնտեղ միասին շարունակեք բարձրորակ լակել հայկական ցածրորակ խմիչքները, վարդերը ձեզ պետք չեն։ Եվ ես չեմ կարծում, թե այն հիստերիան, որ որոշ մարդանմանները գցում են ես ատենակ ռուսի ինչ կանի, તો մթի մեջ ապրում էինք, որոշ անասուններ ասեցին մթի տարիներ, երբ մենք լուսավոր հաղթանակներ էինք տանում, ով ողորմելի է շեր, մեր ձեռքբերումը մենք չգնահատեցինք։ Այսօր ասում են մութ ու ցրտի տարիներ։ Բայց դրանից լուսավոր տարի կար, լույս չունեինք, մեր մայրերը, մեր ծնողները, իրենց զավակները կռվում էին, իրենք կտրոնով հաց էին առնում, հերթերով, եմ որ ասում է անհագստությունը սրտերում ամբարած, թե զավակի խաբարը կբերեն, բոթը կբերեն, թե կգա իր զավակը։ Բայց մենք կարողացանք հաղթել։ Էլի ենք հաղթելու, էլի է անցնելու այս իրավիճակը, բայց վայ նրան, ով այն վախկոտ շամպես պոչևոտների տակ կմցնի ու կսկսի նորից հերթական օտարի գովքն անել։ Լավ կլինի մի հատ տակները մտնենք լավալի, չէ, տակը մտնողին տակն էլ պահում են, երբեք այլ արժեքի նա չի արժանանում, այդքան է, այդ դրա համար հաղթեցինք, քանզի մենք կարողացանք մեր ոտքը գետնու օտար, մենք ազգ դարձանք, ու էլ ենք դառնալու, անկախ ամեն ինչից, ուրեմն խաղամոլ հակը, ովքեր այնքան խաղամոլ են, որ խապեցին տասնյակ հազարավոր մարդկանց, բերդերը գցեցին, հետո գնացին ռոբիկների ու սերժիկների հետ բազարարին եւ ռուսը, ում համար այս տարածաշրջանը գիծ է, որտեղ ինքը պիտի կանգնի կամ որոշի։ Մենք ժողովուրդ չենք։ Ուրեմն մենք էլ կորոշենք։ Եվ ես ասում եմ, Հայաստանը ոտքի է կանգնելու։ Առայժմ այսքանը կհանդիպենք։